Սիրելի բարեկամներ, վերջին շրջանում տարբեր փորձագիտական շրջանակներ, քաղաքագիտական շրջանակներ կանխատեսում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ խաղարկվելու է մոլդովական սցենարը, այն է, որոշ քաղաքական ուժերի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արգելվելու են մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Վերջին օրերին նաև առանձին քաղաքական գործիչներ են հանդես գալիս նման առաջարկության, որ կոնկրետ պետք է այս կամ այն քաղաքական ուժին զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, որպեսզի այս կամ այն խնդիրը լուծվի կամ չլուծվի։ Ես կարծում եմ, որ ոչ մի մոլդովական սցենար էլ Հայաստանի Հանրապետությունում չի խաղարկվելու, լինելու է հայկական ընտրություն, ինչպես միշտ, ինչպես նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ։ Իշխանությունը ամեն ինչ անելու է, օգտագործելով վարչական ռեսուրսը, տարբեր հնարավոր ու անհնար միջոցները վերարտադրվելու, ընդդիմությունը անելու այն, ինչ մշտապես արել է։ Ոչ մի ստրատեգիական տարբերություն այս խորհրդարանական ընտրությունների ընթացքում համենայն դեպս ես չեմ կանխատեսում, կտեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կգնա, բայց ամեն դեպքում իմ խորքային համոզմունքն այն է, որ այն բոլոր քաղաքական կուսակցությունները, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջներին եւ իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին, պետք է հնարավորություն ունենան մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Իսկ այն կասկածները, այն ենթադրությունները, թե այս կամ այն քաղաքական ուժերը կամ այն անհատները, որոնք սպասարկվում են, հովանավորվում են, ֆինանսավորվում են արտաքին միջոցներից կամ արտերկրներից, ինձ համար միանշանակ հավասարաչափ անընդունելի են եւ արևմտամետ եւ ռուսամետ այն բոլոր քաղաքական ուժերն ու անհատները, որոնք թքած ունեն Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերի վրա եւ սպասարկում են բացառապես օտարերկրյա պետությունների շահերը։ Ինձ համար խորքային համոզմունք է, որ հենց այդ քաղաքական ուժերն ու անհատները վաղ թե ուշ պետք է դուրս մղվեն քաղաքական դաշտից եւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դերակատարները պետք է լինեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ու ռազմավարական շահը սպասարկող քաղաքական ուժերն ու քաղաքական ուժերը եւ գործիչները։ Ամեն դեպքում մի վտանգավոր հանգամանքի մասին եմ ուզում ձեր ուշադրությունը դարձնել։ Անհրաժեշտ է Հայաստանում վերացնել քաղաքական թրաֆիկինգը, տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ, իշխանության ճամբարում, այլ ճամբարում փորձում են իրենց հնարավորությունների առավելագույնը օգտագործել մարդկանց իրենց կամքին հակառակ ներգրավելու, ներքաշելու քաղաքական գործընթացների մեջ։ Սա դասական առումով կոչվում է քաղաքական թրաֆիկինգ։ Անհրաժեշտ է վերացնել քաղաքական թրաֆիկինգը եւ բոլոր քաղաքացիներին հնարավորություն տալ իրենց կամքով մասնակցել եւ իրենց ձայնը տալ իրենց ուզած քաղաքական ուժին ու կուսակցությանը։ Հարգանքներ